ենք մեր հաղորդումը հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Եթե նոր միացակ մեզի մենք փոխանցած ենք ցեզի, որ մենք հերացայնային ասպարակային զումով զրույց պիտի ունենանք վայ երկչախումբի ղեկավար մայստրո Բարկև Տասլակյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս, ձեր բոլորին եւ լսողներուն։ Այո, լսողներուն, դիտողներուն, բոլորին։ Դիտողներուն անգթիներ։ Նախ ինչպես է Տրիպոլին։ Շատ լավ վիճակի մեջ է, ավելի ապահով է քան Արավը։ Վարժվեցակ չէ Տրիպոլի ապրելու մայստրո։ Այո։ Այո։ Շատ լավ, մենք հիմա պիտի խոսենք ելույթի մասին, բայց անգե առաջ մի եկեք այսպես ամփոփ մեր ունգընտիրներուն ծանոթացնենք երբ կազմվեցավ այս երկչախումբը, ինչու ֆայ գոնչվի եւ քանի տարի է գործը։ Այսպես ամփոփ, եթե գեսակրական պիտի դանք երկչախումբին։ Մենք 24 տարին մտանք արդեն 24-րդ տարին 23 ամփոփեցինք պատճառը Գոմիդաս երկչախումբն էր համասկայինի Բարյուսևակ մասնաճյուղի Գոմիդաս երկչախումբն էր 2000 թվականին համեր տվինք հայերուն հոս եւ արաբները լսեցին 2001 թվականին Լիբանանի երկչախումբներու մեջ մրցույթ եղավ Տրիպոլիի մեջ եւ Գոմիդաս հարացությունը արավ 2002-ին արաբական երկչախումբային փառատոնին մենք ներկայացինք Լիբանանը եւ գոչվեցանք արաբական աշխարհի լավագույն երկչախումբ չնայած մենք հայերեն երկեինք այսինքն Գոմիդաս երկչախումբն է Ատկի երկարաճարգեցին որ երկչախումբ կազմի մոտ եւ այսպես առանց մտածելու այոսի 2003 հունվար 11-ին ֆեհա երկչախումբը սկսավ եւ մինչեւ այսօր առանց գնալու մենք շարունակենք մեր գործը ֆեհա գոչվի ֆեհա արաբերենով կնշանակե բուրմունք Տրիպոլի երբ որ մտնեք նարինջի ծառեր կան երբ որ ծաղկին այդ ծառերը լավ բուրմունք կուտան Տրիպոլի ով որ մտներ անշուշտ կանուխ հիմա շատ չկա դիգա անուշ հապույր էր որովհետև Տրիպոլին գոչվի Տարաբլոս Ալֆեհա անուշ բուրող Տրիպոլին եւ ծածկանունն է Տրիպոլիի բադոր համար մենք կոչեցինք Ֆեհա որտեղ Տրիպոլին սկսավ հիմա արդեն դարածվեցանք մենք ունենք 4 մասնաճյուղ Տրիպոլի Բեյրութ Շուֆ եւ Ալեի 4 մասնաճյուղները ամեն շաբաթ 3 փորձ կնեն մինչեւ այսօր 3 ժամ ամեն մեկ փորձ ադեներալ 3.5 ժամ եւ ժամանակը մեմը ընդհանուր փորձեր կնենք նույնիսկ եկիպդոսի մեջ մասնաճյուղ բացինք դարաձերու համար ակապելլա արվեստը արաբական աշխարհի մեջ ադի մեր նպատակները մեկն է որը գարձեմ արդեն հաջողեցան կադոր մեջ եւ դեր անշուշտ կշարունակենք հիմա ունենք Եգիպտոս ունենք մի քանի երկչախումբ որ ուղղակի մեզ մի օգնություն կստանան մենք կհսկենք Սաուդ Արաբիա, Մարոկ, Հորդանան, Սուրիա, Կատար նույնիսկ պետություններու հետ սկսանք ակապելա երկչախումբներ գազմել ամբողջ արաբական աշխարհի մեջ Շատ լավ մայստրո երկչախումբի անդամները լիբանանցիներ գխոսենք հայ անդամներ ունիք ունեցած եք Այո, հայ հիմա ունիմ 3 կամ 4 հայ անդամներ, այսինքն գտապակեի, որ ավելի լան անդամները, բայց վնասություն է, միշտ հայ գեցած է, միշտ Տրիպոլի նույնիսկ է, որ միակ մասնաճյուղներ Բեյրութեն չապատ 3 օր փորձի գուկային գատնը հայեր, որովհետև անունի մեջ արդեն մտած է երկելը Միշտ ներկա եղած եմ Շատ լավ Երկչախմբային արվեստ կսենք որովհետև իսկապես արվեստի դեսակ մնե որուն նմանը գոյություն չունի այսինքն չի նման իր քարիագի չի նման իր օրինակի համար չի նման իր ինչպես որ գսեն երկի ասպարեզի մեջ շկապ ունեցող որևէ բաժանմունքի այսինքն լալոնք չտագարներու համույթ է քարիագ է նվակախումբ գապ չունի երկչախմբային արվեստը երկի մարզի մեջ այլ խմբավորումներու հետ բայց ինքնին արվեստի դեսակ մնե որ գարձեք վերջին հանգրվանի վերջին 5-6 դարիներուն քիչ ավելիով դարածում կդավ մանավանդ ակապելայի բարակային նաև ասոր մեջ կգարձեք որ սոցիալ մեդիան իր թերագադարություն ունեցավ ինչ է ձեր գարձիկը մայստրո
Social media-ն օգնեց, բայց social media-ով չի վերջանել ամեն հարցերը։ Վստահաբար։ Ես կգործեմ, որ գապ ունի, դարբերությունը այն է, այսինքն տաշնագահարը իր գործիքը տաշնագն է, տաշնամուրն է, եւ երբ ուզե գտնա նվակել այդ տաշնամուրին վրա։ Օրկեստրայի խմբավարը քիչ ավելի դժվար է գործը, որովհետեւ գործիքները որ նվակվին մարդոց կողմը կնվակվի։ Երջահունքը քիչ ավելի խրտին է խմբավարին գործիքը երջահունքի անդամներն են եւ եթե միասին չլան անդամները չի գնալին կնվակել եւ եթե անդամ հիվանդ է օրինակ համար փորձի կամ համերգի չի գրծակալ արդեն հարցեր կգնա ստեղծվի այսինքն ավելի խրտին է մի քիչ աշխատանքը հաջողություն գտնել ավելի դժվար է մի քիչ այո բայց անհնար չէ Անհնար չէ վստահաբար Ձեր կյանքի մեջ այո վստահաբար ավելի հաճելի է դժվար բանի մեջ մեկը հաջողին է ավելի մեծ հաճույք կստանա հոն գսկաս որ բամը ըրի այո ինչպես հոն գսկաս որ իսկապես բամը ըրի ես այսինքն այո օրինակ համար ասեմ ես անցնապես 40 տարի եղավ ասձինի մեջն եմ իմ երջանքի անդամներս միշտ եղած են ոչ մասնակետ, ոչ պրոֆեսիոնալ եւ Եվրոպա Հայաստան պրոֆեսիոնալ երջանքներ խմբավարած եմ անգերցելով ես ավելի մեծ հաճույք կստանամ ոչ պրոֆեսիոնալներ աշխատելու որովհետեւ այսպես գազես քարեն հաց անելու պես է պետք է ոչ թե երկեն եւ սկսից նկարել պետք է երկը սորվեցնես պետք է երկեր սորվեցնես հետո սկսից արվեստ աշխատել այսինքն շատ մեծ հաճույք Հոգեգան այդ կողունակությունը կպատճառե, որ նաև այսպես յուրաքանչյուր արվեստագետ կհավատամ, որ իրեն համար կարևոր է թե ինքը ինչ պիտի ցկե այս աշխարհի մեջ, երբ որ ինքը ֆիզիկապես հերանա։ Իր ժառանգը ինչ պիտի լա։ Ադի կարևոր է ձեզի համար ալ, չէ՞ մայստրո։ Ամենեն կարևորն է ադի։ Ամենեն կարևոր բաժինն է ադիգա ամբողջ աշխատանքը նորն է։ Այո, որ կարևորը հետ ցկել եւ մարդկության դալ բամը որ իրան կօգտվին եւ շարունակվի այդ գործը իմ ուսուցիչներն Հարություն Թոպիգյան եւ Երևան Տերգանյան շատ շեշտած են ադի որ պետք է շարունակվի այս գործը այո Լիբանանի վերջին դարիներուն Լիբանանը տնտեսական տագնապեն անկախ կորոնային հետ երկու տեսակ պատերազմ տագնվրայություն արվեստը այսպես ծևովը ոչ թե տաթար արավ շարունակեց բայց ավելի նվազ բանով նվազ ուժով նվազ իր ամբողջական կարողությունը չգրծավ դալ դուք ինչպես գրծակ գապ պահել ինչպես գրծակ եկչախում պահել այսպիսի պայմաններու մեջ Իրեք կիֆեհա երջանքի բարական քիչը այսպես խրտին եւ դարբեր հարց է մեր օրենքները քիչը ուրիշ են բոլոր աշխարհի երջանքներ են նախ ասեմ գրնամ ասել որ միակ երջանքն է որ 17 համայն կամեջը 17 համայն կամեջը 7 չէ 17-ը 17-ը ոչ մեկ կազմակերպության մենք պատկանինք այսինքն ոչ մեկ եկեղեցվո ոչ մեկ մշակութային կազմակերպության լման ազատ երջահում ենք ազատությունն դուր կշատ է այսինքն ազատ լալ ազատ անգախ մտածել ինչ որ պետք է անել մեկը ջնշում չի բանեցնե շատ դժվար է բայել ադի բայց չնայած մենք այդ պատերազմի եւ տնտեսական տագնապի օրերում մենք հետ չդատարեցանք աշխատել մենք անշուշտ վնասվեցանք օրինակ մցես դամ բաղված բան չկա մեր մոտ մինչև 2017 թվական մենք ունեինք մոտավորապես $20,000 մուտք ամսական սպոնսորներ եւ երջահունքը ազատ գճամփորդեր ամբողջ աշխարհը գբդեր 2017-ին մենք անգամեն անհետացավ այդ օգնությունը բայց արդեն մենք այդ հաշիվները արած էինք որ պետք է հասնենք այնպես տեղ որ մեզ հրավեր կան մենք առանց վճարելու երթանք երկենք Եվրոպա եւ ադիգա գարձեմ հաջողեցանք օրինակ կորոնայի ժամանակ մենք բոլորս մեկ վզարնվեցանք ասենք բայց եւ շտապեցանք միան 3 շաբաթ ամենքս մեկտեղ հավաքվեցանք 21 օր միասին անցուցինք եւ հետո նորեն փորձեր շարունակվեցան եւ մինչեւ այսօր
Շատ լավ։ ամեն դժվարությունները հաղթահարելով մենք դեռ նորմալ մեր փորձեր ենք շարունակել։ Շարունակեք, շատ լավ։ Ելույթներու իմաստով մենք այսօրվան մեր զրույցին նպատակը հիմնականի մեջ Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահի մեջ ծեր ելույթին անդրադառնալ է։ Արդու ես կհարցնեի, որ արդյոք առաջին անգամը չէ Տեր-Մելքոնյանի փեմին վրա պիտի երկեֆ չէ։ Չէ, մենք ցայն արցանակած ենք վիդեո Տեր-Մելքոնյանի վրա։ Տեր-Մելքոնյանի մեջ ներողություն երկու հատեր ցեղասպանության նվիրված գարձեմ 2015-16-ներ չեմ հիշեր բայց պետք է երկած ենք որովհետև մենք դեռ չկա որ չենք երկած Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահը ակուստիկը երկեցողության համար լավ չէ թատրոնի համար շատ լավ է որովհետև ինքը թատերասրահ է Այո, բայց նորեն մենք առանց ակուստիկ բադերու եւ առանց միկրոֆոններու դերկենք։ Առանց ակուստիկ բադերու, առանց միկրոֆոն։ Այո, մենք պետք է ասել, որ Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահ, երբ որ գսենք մայստրո, սովորական սրահներու մասին չենք խոսիր։ Այս թատերասրահը պատմություն ունի, լիբանանահայ պատմության մեջ իր կարևոր դեղը ունի, երբ որ ասկե դարիներ 20-30 տարի հետո բիդինային լիբանանահայ քաղուտի իրակորձումներուն մշակութային կյանքին, բիդինային Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահին։ Եվ հոն է որ կներկայացվի, հոն է որ իհայտ կուկա ինչպիսի ելույթներ, ինչպիսի խումբեր, ինչպիսի թատրոններ թատերախաղեր ներկայացված են։ Կգարձեմ, որ այսպիսի երգչախումբը, որ ընդհանրապես մեծ փեմերու վրա եւ դարբեր երկիներու մեջ ելույթներ կունենան, ինչ կնշանակե ցեզի համար Հակոբ Տեր-Մելքոնյանի մեջ ելույթ ունենա մանավանդ որ այսինքն թիդողները այս բարակային հանդիսադեսը ընդհանուր առմամբ հայեր պիտի ըլլան այսինքն, չէ՞։ Բնականաբար, այսինքն ես ինչ որ գրեսեմ գերացանեն մեզ որ արաբները ուզենքալ այո բնական է նա ես 100%-ով համաձայն եմ ձեր հետ որ մենք բադիվ ունենք թատերասրահի մեջ երկերու ատպեմի վրա պատմություն սարքված է այո առավել արիք տրված է շատ մարդոց որ սկսին հոնդեղեն աշխատին բայց ուրիշ կողմե դիտված ուրիշ անգյունե դիտված Սրահը չէ որ բադիվ գպեր է երկարումպին նախ ինչպես երկել եթե որակավոր երկեցողություն գա այդ երկեցողությունը նույնիսկ բադիվ գպեր է այդ սրահին ուր որ է այսինքն ես բայց նորենալ ինձի համար մեծ նշանակություն ունի որովհետև հայկական շրջանի մեջ մենք երկենք շատ գանուխեն կփապակեի ասիգա գադարմի ուշ լինի անուշ լինի մայստրո հա պարեպախտապար բայց պետք է պանչլա այսինքն մենք գիրագի օր ժամը 8-ին պեմին վրա պետք է լանք հաստատ Մայստրո հարցումս վստահ եմ որ յուրաքանչյուր ինչպես որ յուրաքանչյուր արվեստագետ երգիչ այս բարակային երբ որ երկրի մեջ կամ փեմի վրա ելույթ կունենա իր երկացանկը կբաչաճեցնե այդ քաղուտին այդ երգիրին այդ մշակույթին հիմա երբ որ դուք ալ վստահ եմ որ երկչախումբը դարբեր ելույթներու դարբեր երկացանկեր կպատրաստեք չեմ ուզեր անագնգալ այսինքն անագնգալը ավրել այս բարակային բայց որոշ երկացանկի նշանակե որ դուք ալ բաչաճեցուցիկ Այո, հիմա ոս հարցը կդարբերի է, մենք երբ որ Եվրոպակ եստանք մենք երկենք արաբերեն և հայրեն Մենք Ֆրանսիա երբ որ գճամպորտենք չենք երկեր ֆրանսերեն Երկենք արաբերեն և հայրեն Որդև մեզ հրավիրած են, որ մենք ներգասնենք մեր երկրի մշագույթը Ուրեմն արաբերեն է Հա, բայց չէ, հոս մենք լիբանանցի ենք բոլորը, վերջի Ես ինչպես որ ամեն պեմերու վրա գահայդարարեմ միշտ մեր բարդականությունը, արապական երաշությունը մշակել և դարացել ամբողջ աշխարհ ես ալ, որովհետև հայ եմ բարդականություն ինձ հայ մշակույթը դարացել, ասի թե երջահումբը գիտե, թե բոլորը, ամեն համերգի մանավանդ Եվրոպա ասի գահայդարարեմ, ասիկն բադիվով և ադիկա օգտակար է ուրիշին, երբ որ երկու մշակույթեր համադեղվին, երկուքն ալ գզատկանան հայ երկը դարացելու այսինքն բարդականությունը կա
Սի լավագույն ձևը ոչ հայերու բերնել լսածներ հայ երկը եւ հասկանալով ասեմ արաբերություն ադեներ համերկեն վեր շուկան գսեն ախ ինչ լավ գհնչեին հայերեն գսեմ այո բայց ադի ամենին ծյուրին բաժինն է ինձ չի դակտել ինչպես գհնչեստեն հայերենը ինձ գեդակտել երջոնպիս անդամները շատ լավ հասկացած են նախ բարերուն իմաստը երկրորդ երաժշտության Ովանտագությունը, հայկականությունը, հայկական մշակումները պետք է հայկական բուրմունք ունենա ամեն մանրամասն հասկանալով ինչպես կազմված ունի այդ մշակումը կամ մեղեթին ինչու հայկական է, ինչու կդարբերի միս երաշտեն որ իրենք Հարազատ հոգիով հնչեցնեն ադիգա կարևոր չէ միան հայրեն երկեն եւ անցին պետք է հասկանալով երկեն այսինքն մենք Հայաստան եղած ենք երջանք Ղարաբաղ պետական հրավերով հնչեցուցած ենք հայրեն ալհոն իջմը բայց ընդհանրապես արաբերեն եղած է անջալ քանի անգամ բայց բուրչամուտ այսինքն բարեպարտաբար ստացվեց հիմա եւ հուսամ շարունակվի ասի որտեղ մենք ունենք շատ մեծ ծրագիր մենք ընդհանրապես համերգի պատրաստություն չենք կներ շատ մեծ ծրագիր ունենք ուր հասնենք նայած ժողովրդին նայած ունենտրին գփոխվի այդ վարկանին ծրագիրը ես օրինակ ես կսպասեմ որտեղ հայը լավ ունենտիր է մենք կարելի է ձանր երկեր երբ որ ընդհանրապես դեսնեմ ես ժողովուրդը քիչ ցանցացավ ձանր երկերեն կփոխեմ քիչ անշուշտ ընդհանրապես մենք չենք ունենալ մեր ցերքի մեջ ծրագիր հայդակիր չենք ունենալ այո դեսնեմ երբ որ հոգնեցավ ժողովուրդը կսկսին քիչ թեթևցնել անիմաստով թեթև երկեր բայց ոչ նվազ երաշտական object-ներ են, մշակումներ են, եղավ օրինակ համար ice breaking, ես կերկան, որ մեկ երկու շարժում գա մեջը, կամ գադակ գա մեջը, մի քիչ փոքրելու հետո նորեն գտնենք ծանր, բայց ես ոնց կսպասեմ շատ լուրջ հայդակիր ներկայացնենք մեր հայ ունգընծին, որովհետև երջանքային արվեստը արաբական աշխարհի մեջ հայերն են մտցած, ես մանավանդ ակապելլա մեր ուր երտակ հայերը գտեսնեք երջանք ունին թե եկեղեցիներու մեջ թե մշակութային կենտրոններու մեջ տարբեր մշակութային կենտրոններու մեջ նույնիսկ Պաղեստին Իրաք մենք հայ երջանքներու հետ նույնիսկ կապի մեջ ենք այսինքն պետք է միշտ գոյություն ունենա ասի մենք չենք կրնալ հետ դարձնել այսինքն հայերը մուտքին արաբական աշխարհի մեջ եղերնին ես բադիվով կհայտարարեմ ասի, բայց պետք է շարունակել այդ գործը։ Ես ադեներ կտեսնեմ, որ քիչ դժվարություններով, պատճառներով քիչ այսպես ետարց կունենա հայկական կենտրոններում մեջ։ Այսպես պետք է նաև հավատալ այդ առաքելությունը, այսինքն ամեն մարդ իր գործին եթե հավատա, արդեն շատ ծրագիր գիրականանա։ Ես կհավատամ ադոր, որ պետք է մարդ արարած ինք իր գործին հավատա, ինք իր կարողություններուն հավատա։ Եվ երկչախմբային արվեստը նաև դեղ մնե որ հուսահատելու չես կրնաս, չես կնա հուսահատիլ, չես կնասել այլևս միտիկ չեններ, չես կնասել պետք չգա ասոր ժամանակը անցավ, այս երկը հին երկ, ասել եթե այդ դրամապանություն ունիս արդեն աս արվեստի մեջ գգործվիս, իմաստ չունենար։ Հին երկ չկա, հին երկը որն է։ Գա տասական երկ, տասական գա երկ, գա մոդերն երկ, ներգան։ Տասական կնշանակե որ ինչ որ տասարանի մեջ կսորվի, ինչ որ ճիշտն է։ Ժամանակագից որը գուկա եւ գերտա, ժամանակագից է։ Չկա հին երկ, տասական երկ։ Երաժիշտը գհորինե երբ որ երկին բարերը եւ մեղեթին իրար հետ համապատասխանը լան ադիերքը գմնա, ադիերքը գմնա։ Ինչու հիմա մենք 50 տարվա երկեր մդիկ կնենք։ Ովսա որ երաժիշտը գրած ադեն ասի ես գրեցի 2003-ի համար, միան։ Անակ պարակոյություն չի կարելի, շուգայի երկերը այդպես են, 2003-ի 2004-ին չես կնան երկեր։ Չես, 6 ամիս վեր չես կնա մդի գնել։
Եվ հետաքրքրական այն է, որ ամեն անգամ որ նույն երկես միշտ ավելի լավ գլա, միշտ ավելի լավ գլա, որովհետև արվեստը կակատ չունի, այսինքն ամբողջական չի գնա, ճիշտ չկա արվեստի մեջ։ Ոչ մեկ ադեն ճիշտ կատարում կամ ճիշտ կատարում ոչ մեկ ադեն չկա։ Եթե ճիշտ չէ, չի նշանակել սխալ է։ Ճիշտ չէ, այսինքն ամբողջական չէ։ Արվեստի հաջելի բաժինը այս է։ Երբ որ ամբողջական, երբ որ 100 ճիշտ լա, ենթակիդակիցը կգստանա արդեն գտածի երաշտուն լսել են։ Որովհետև միշտ ճիշտ չկա, միշտ հասնիլ կատարելության, միշտ ապակը եւ աշխատանքը ադորամար թե ունգընտիրը թե երկողը միշտ կփորձի հասնիլ կակատին, որովհետև մեկը չի հասած կակատին։ Արվեստի հաջելի բաժինն է։ Հաջիկը հոն է, ադոր մեջ կա։ Այո։ Շատ քանի օքեյ մի փագեք մեր հաղորդումը։ Մենք ճշմարտաբար վերջին պատերազմեն վերջ մեր թիվը քիչավ, որովհետև գիտեք երբ չամպիոնատները կազմված են ամբողջ Լիբանանի տարածքեն։ Մենք ունենք հարավեն, մինչև Պալեստինի սահմանեն, այսինքն ատամներ ունենք, մարդիկ կանտրեցավ իրենց դուները փոխվեցան, հիմա չեմ գիտեր, հավանաբար 60, 70, 50, մենք 100-ն վեր ենք, միշտ այսպես փոփոխական վիճակի մեջ ենք, ամեն անգամ պատերազմ որելա միշտ մենք այսինքն դժվարությունները կանցնենք։ Հիմա պետք է պիտի հարմարիկ պայմանները։ Այո։ Շատ լավ։ Ես պապակ մոնիմ։ Ռամեցեք։ Ով գուզե երկել վեհա երջահումպեն։ Ուր բիտտիմ է։ Բայման չէ ծայնը լավելա, բաց արձագավես, կարևոր քիչ մեր լսողությունը, նույնիսկ քիչ մեր լսողությունը դարիքը 15-ին 40 գրնա մաս կազմել վեհա երջահումպյանտամներում։ Ես կպապակիմ հայերը շատնան քիչմը, երջահում, մենք Բեյրութ ամեն 2 շաբթի, 3 շաբթի եւ 4 շաբթի ամերիկան համալսարանի մեջ West Hall-ի մեջ փորձ կնենք 6-9։ Եղավ։ Եթե պետք է լա մեր գտնակ վանացային հերացայիներ, մեկ մայստրոյին թիվը գուդանք ցեզի եւ բարամասությունները գուտա։ Լավ է այսպես։ Այո, եւ ես կփապակիմ այս գիրակի օրվան համերգի այսինքն շատ լավ ունենալ ունենալ եւ շատ եղեք։ Այո։ Սրա հլեցունը լա, վայելեք Եվ այսպես արիթմը լա, այս մեր առօրյա դժվարություններեն դուրս քիչմը երաժշտություն վայելենք, որովհետև հոգին ասնունտի պետք ունի եւ այս օրերում մեր հոգեգանը այնքան այսպես դգարացած է, ուսահատած է, որովհետև պատերազմները դժվարությունները յետևեդևի արիթ չեն դար լիբանանցին, որ շունչ առնեն։ Մանավանդ եւ ճամպիոնատները այնքան ոգևորված են, որ Ուրչամուտ կդիկան։ Այո, հայկական շրջանագի իրենց ունեցիրը հայ բիդլա եւ շատ լուրջ համեր պետք է լա։ Այո, այսինքն եւ նա որքան ուշադրությամբ հայերեն դեպի դերքեն, որովհետեւ գլսեն, գիտեն։ Այո, իրենք հաշուշտ իրենք կսկանատ հայերեն։ Ալտե գաբը կստեղծվի, ես նկատի ներկա գտնված եմ ծեր ելույթներուն, այսպես ժողովուրդ եւ երկչախումբ այդ գաբը, եթե չստեղծվի, երկչախումբին չես կնալ անգամ լալ մդի գնել։ Այդ գաբը պիտի ստեղծվի, գսկաստուն ժողովուրդ երկչախումբ, որ եթե քեզի գաբեց կամ ոչ, այն երկչախումբները, որ եթե արի չեք ունեցած այդ ելույթի ներկա գտնվելու, ես բախտավոր եղած եմ, ուղագի գգապվիկ եւ չէ գսկար ժամանակը գսկսի գվերջանա ելույթը, չէ գսկար ինչպես վե անցավ։ Այո, մենք նույնիսկ ադեններ ամերիկ եղած է, որ 3 ժամ երկած են Բահրեյնի մեջ, անանց տատարի եւ մեկը չեք անկադած։ Որովհետև շատ լավ ունգընտիր ունեինք։ Այո։ Շատ լավ։ Նույնիսկ մենք կարճ օգնեցանք։ Վստահաբար, որ այսինքն ունգընտիրը հանդիսադեսը իր ուժը դիմացի, այսինքն երկչախումբեն գանի եւ փոխադարձաբար երկողները եւս այդ իրենց ներուժ, այդ էներգին բիդարդեն հանդիսադես են, չէ՞։ Անշուշտ։ Փոխադարձ է։ Փոխադարձ, երկուստեք։ Շատ լավ մայստրո։ Նախ շնորհակալ եք որ ձեր ժամանակեն դրամատրեցի։ Գիտեմ որ խջողում էր այսօր, լավ որ այսինքն հերացու թեգուզ ասենք զումով այս բարակային, լավ է որ միացաք մեզի, շնորհակալություն։ Ես ցեզն շնորհակալություն գայտնեմ ձեզ։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջ աստված գիրագի օր երեկոյան ժամը
7-ին 8-ը երեկոյան ժամը 8-ին Հակոբ Տեր-Մերկոնյան տադերասրահին մեջ մարամասություններով մար հերացանեցեք վանացային մենք ցեզի կամերասոսը մենք ցեզի հոնե կամերասոնը ուրեմն մենք ցեզի թիվ մուգուդանք որբեսի գապվիկ եւ հրավիրադոմ սառնեք եւ ներգա գտնվիկ այս համերգին ինչսիկ մուտքը վճարովի չէ այսինքն այ բայց հրավիրադոմ սկա միանատկան այ շատ լավ Մայստրո Բարկև Տասլակյաններ մեր զրուցակիցը բարի օր ցեզի եւ սերիներ շնորհակալություն ցանյաղորդավարանտնին ցեզի դեր հուրին մնացեք վանացայնի ունգընչիր եւ ցդեսություն Մայստրո